Լույսը շատ բարի է, օրն էլ է բարի, երեկոն էլ է բարի, ամեն բան բարիին է գործակցանում մեր Տեր Հիսուս Քրիստոսը, փառք Աստծուն։ Այսօր կարդում եմ Հռոմեացիս 6-րդ գլուխ 3-րդ խոսքից։ Ասում է կամ չգիտեք թե մի քանիսները, որ Հիսուս Քրիստոսով մկրտվեցանք, նրա մահվանը մկրտվեցանք, մկրտությունով նրա հետ թաղվեցանք մահի մեջ, որ ինչպես Քրիստոսը հոր փառքով մեռելների միջից հարություն առավ, այնպես մենք էլ կյանքի նորոգության մեջ ման գանք, որտև եթե նրա մահի նմանությունով նրա հետ տնկվեցանք, ապա նրա հարությանն էլ նման կլինենք։ Այս գիտենալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեցավ, որ մեղքի մարմինը խափանվի, որ այլևս մեղքին չծառայենք։ Հալելույա։ Հրաշալի խոսքեր են, սիրելիներ։ Սա խոսում է նրանց մասին, ովքեր որ հավատացել են եւ ուխտ են արել Տիրոջ հետ մկրտությունով։ Երբ որ ես եւ դու մկրտվել ենք, եթե չես մկրտվել, արագ հողտը Տիրոջ հետ։ Ինչ ես անում։ Մկրտվելով թաղվում ես նրա հետ մահի մեջ, ոնց որ Քրիստոսը մահացավ։ Մեր մկրտությունն է, մենք մտնում ենք ջուրը եւ մեր մեղքերով թաղվում ենք։ Եվ հետո փառավոր բան է, Քրիստոսը ոչ միայն մահացավ, այլ ունեցավ փառավոր հարություն։ Եվ այստեղ հոր փառքովը մեռելների միջից հարություն առավ։ Ես եւ դու էլ սերնես հարություն առանք։ Ես եւ դու էլ թաղվեցինք, մեր մեղքերը թողեցինք եւ հարություն առանք, դրա համար այստեղ խոսքը ասում է, որ եւ ոնց կերևայ մենք պիտի ապրենք հարություն առած կյանքով, կյանքի նորոգությունով ման գանք։ Սերնես, ես եւ դու պիտի քայլենք, ամեն մի քրիստոնյա պիտի քայլ անի, հարություն առած կյանքով քայլեր անենք, սերնես, որտեղ մեր հին մարդը խաչվեցավ, մեր հին մարդը պիտի չքայլի, սերնես, մեր նոր մարդը պիտի քայլի եւ մեր նոր մարդը պիտի առաջնորդի մարմնին, ոչ թե հին մարդը։ Երբ որ նոր մարդն է առաջնորդում, ամեն բան լավ է լինելու, սերնես։ Նոր մարդը քայլում է Տիրոջ առջև, այնպես որ ես եւ դու եկեք քայլենք Տիրոջ առջև։ Ամեն։